Հարգանքներս իմ հայ ժողովրդին։ Ոնց եք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այսօր ես ձեր համար պատրաստելու եմ տավարի պոչով հետաքրքիր խաշլամա եմ պատրաստելու։ Խնդրեմ մինչև վերջ դիտեք, շատ հետաքրքիր ձև է լինելու։ Ինչ ա մեզ հարկավոր։ Ես զառանի արդեն լվացել եմ, մաքրել եմ։ Իրանց անհրաժեշտ է, որ մենք կտրատենք ու հետո դաշը ցույց կտամ։ Ինչ ենք անելու։ Կտրատելու պահը իրան տեղեր ունի։ Հիմա ես ձեզի ցույց կտամ։ Այս ձևի ժողովուրդ ջան։ Ինքը հեշտ է կտրտվում, որ իա տոշտի տեղից կտրտեք։ Այ մեկ ինչ հավեսին կտորներ է։ Լստենայք վայ չուտողին։ Հիմա այս մասերը կմաքրեմ։ Հաջորդը ժողովուրդ ջան։ Վայ չուտողին։ Ու ինչ ձևի ենք եփելու։ Մեկ ջուր պետքա երասնենք, ջուրը թափենք։ Ու հաջորդը արդեն ցույց կտամ, ինչ ենք անելու։ Խաղը պետք է գտնենք, որ ինքը հավեսին կտրտի։ Լստենայք ժողովուրդ ջան։ Ինչ հավեսին կտորներ է։ Եվ վերջինը։ Ինձ թվում է իրանք մեծ են, բայց այս ձևի կեպենք, որ ավելի հավեսին խաշլամա մեր մոտ ստացվի։ Հիմա մեզ պետք է իրան մի հատ էլ ես լվանամ ու ձեզ միանամ։ Գնացինք։ Ուրեմն ինչ ա մեզ անհրաժեշտ։ Վերցնում ենք մեր հավեսին կտորները, այսպես սիրուն ձևի տեղադրում ենք, երասնենք, նոր սկսենք պատրաստել։ Ու մեզ հարկավոր է ջուր ավելացնել։ Ջուրը այն ձև ենք ավելացնում, որ իրան ծածկի։ Հիմա ես մի քիչ եք ավելացնեմ։ Ուրեմն կմիանանք ձեզի ջուրը թափելու ժամանակ, գնացինք։ Մեր ջուրը արդեն եռում է։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Հիմա մեզ անհրաժեշտ է իրան թափենք եւ նոր ջուր ավելացնենք թազա։ Ավելացնելու վաղ ձեզի ես կմիանամ։ Գնացինք։ Ջուրը թափելուց հետո մեզի անհրաժեշտ է թազա ջուր ավելացնենք։ Մեզ կավելացնեմ։ Հիմա մի քիչ էլ է պետք ավելացնել։
ու մեզ պետք է ժողովուրդ ջան ինքը կիսա եփ լինի հիմա ես յան կեփեմ կիսա եփ ելնելու վախտը ես ձեզի կմիանամ գնացինք Ժողովուրդ ջան, մեր միսը արդեն կիսա էփ վիճակում է։ Հիմա մեզ անհրաժեշտ է միսը մեջից հանենք, որ կարողանանք սիրունձևի խաշլամա եփենք։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Այս ձևի մեծ կտորներ է մերը։ Այս է ծամանի մեջ սիրուն քաղաքեմ, ես հեսա։ Հիմա ես միսը հանեմ, բանջարեղենները մաքրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր բանջարեղենները արդեն ես մաքրել եմ։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որ մենք խաշլաման սիրունձևի հավաքենք։ Գնացինք։ Ինչա մեզ հարկավոր։ Ամեն առաջինը վերցնում ենք գարոշկա, լավրոլի լիստ, ավելացնում ենք սև պղպեղ, կարմիր պղպեղ, եւ ավելացնում ենք աղ։ Աղը ավելացնելուց հետո մեզ է հարկավոր է, որ սոխը կտրատենք։ Սոխը ավելացնելուց հետո այս ձևի տնավարի ձեռքերով այսպես սոխ ավելացնում ենք ու ավելացնում ենք մեր միսը։ Մեկ էլ այսի կարելի է ավելացնել։ Միսը ավելացնելուց հետո անհրաժեշտ է կարտոֆիլը երկու մասի բաժանենք։ Հաջորդ քայլը անհրաժեշտ է պամիդոր։ Վայ չուտողին ժողովուրդ ջան։ Այսպես հավեսին ավելացնում ենք եւ ավելացնում ենք բիբար։ Բիբարը ավելացնելուց հետո անհրաժեշտ է կանանչի ավելացնենք։ Վերցնում ենք համեմ եւ սամիտ։ Այս ձևի տնավարի ժողովուրդ ջան։
ավելացնում ենք կանաչին, ու նորից էլի ավելացնում ենք սև պղպեղ, կարմիր պղպեղ, կարելի է մի լավրոլի լիստ ավելացնել և ավելացնում ենք աղ։ Բավական է։ Ու հաջորդ մեր քայլը, նորից էլի ավելացնում ենք միս, կարելի է ձեռքերով սիրուն հավեսին, այսեն ժողովուրդ ջան, տնավարի ձևի ձեռքերով սիրուն ավելացնում ենք, որ ձեռքդ կպնի, որ ավելի համով լինի, որ չի կպնում, ինքը համով չի։ Ժողովուրդ ջան, էլի նորից ուրեմն ավելացնում ենք կարտոֆիլ, ավելացնում ենք սոխ, այս ձևի ձեռքերով հավեսին ժողովուրդ ջան, այսեն սիրուն, որ ասենք վայ չուտողին, էլի նորից ավելացնում ենք սոխ, այսենց հավեսին ժողովուրդ ջան, տնավարի ձևից պատրաստում եք։ Հաջորդը մեզի հարկավոր է էլի նույն ձևի պամիդոր, ու սենց էլի տնավարի ժողովուրդ ջան, այսենց սիրուն շարում ենք, ավելացնում ենք կանաչի, և ավելացնում ենք բիբար։ Всё, ու ավելացնում ենք աղ։ Մի քիչ կարելի է կարմիր պղպեղ, սև պղպեղ և կարմիր պղպեղ։ Եվ ժողովուրդ ջան, մեզի հարկավոր է, որ մենք մեր խաշլամի ջուրը ավելացնենք։ Հիմա ձեռքերս լվանամ և ձեզի միանամ, գնացինք։ Ավելացնում ենք մեր մսի բուլյոնը։ Եվ ավելացնում ենք։
Մեր բուլյոնը ավելացնելուց հետո մեզի հարկավոր է, որ մենք մեր խաշլամը դնենք գազօջախի վրա, եփելուց հետո կմիանանք, գնացինք։ Մեր խաշլամեն արդեն պատրաստ է, հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ձևի է մեր խաշլամեն եփը։ Ըստ նայեք, վայ չուտողին։ Մեզ սիրուն հավեսին այս ձևի կտորները Ժողովուրդ ջան։ Այսենց ըստ նայեք այս կարտոշկեքով բանող հավեսին այսպես ջուրը սիրուն վերցնում ենք ու վերջում մի հատ կանաչին սիրուն ավելացնում ենք ու եկավ ամենաատվեստվնի ժամանակը, որ հիմա ես ձեր համար պիտի փորձարկեմ։ Վերցնում ենք մեր լավաշը այսպես տնավարի ձեռքով Վայ Ժողովուրդ ջան, ես ինչ հավեսին այբ է։ Վայ չուտողին Ժողովուրդ ջան։ Օպերատորին կխնդրենք նայեք ինչ հավեսին այբ է, ինքը արդեն առանձնանում է ոսկորից, նայեք ինչ հավեսին էփել է։ Ժողովուրդ ջան, հիմա հավեսին հացով բուլյոնը մի հատ տնավարի այսպես տնավարի ձևի այսպես թաթախում ենք ու վերջում վայ չուտողին Հիմա Ժողովուրդ ջան, մի հատ կարտոֆիլ կարելի է փորձել այսպես սիրուն կարտոշկին ինչ հավեսին էփել է շատ հավեսին էփել է Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, ես իմ ամենասիրած բանն է։ Որ այսենց ընտանիքով հավեսին չարչարում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք։